Շիրակի մարզն իր ուրույն կենսաբազմազանությամբ համարվում է լավագույն տարածաշրջաններից մեկը Հայաստանում, և հենց սա է պատճառը, որ Արփիլիճ ազգային պարկի ստեղծումից հետո որոշ տարածքներ ևս կարիք ունեն հատուկ պահպանման։ Ըստ մասնագետների, հազվագյուտ կենդանական աշխարհով և շուրջ 40 անհետացող բուսատեսակներով հարուստ Մանթաշի հովտում և Ջաջուրի լեռնանցքում նոր արգելավայրեր հիմնելով առաջին հերթին կշահի մարզը։ Դրանք նույնպես մենք գտնում ենք, որ արժանի են, որ ունենան հատուկ պահպանվող ռեժիմ, որևէ կարգավիճակ, որոշել ենք ամենացածր կարգավիճակը առայժմ դա արգելավայրն է։ Բացի այն, որ նշված երկու տարածքներն էլ առանձնանում են իրենց էկոհամակարգերով և կենսաբազմազանությամբ, ունեն նաև պատմամշակութային նշանակություն, որոնք հնարավոր է օգտագործել տնտեսական, գիտական և մի շարք այլ նպատակներով։ Դա կարող է նպաստել նաև էկոտուրիզմի զարգացմանը։ Կոնկրետ Ջաջուրի լեռնանցքը աչքի է ընկնում իր հարուստ բուսածածկույթով, այստեղ 10-ից ավելի բույսեր գրանցված են Հայաստանի Կարմիր կրկում, ավելի քան 5 տեսակ թռչուններ գրանցված Կարմիր կրկում, սողուններ, կաթնասուններ, որոնք շատ հազվագյուտ են և հանդիպում են լեռնանցքի շրջանում։ Արփիլիճ ազգային պարկի հիմնումից հետո էլ բնության հատուկ պահպանվող նոր տարածքների խնդիրն ըստ բնապահպանների առկա է մնում մարզում։ Նոր ծրագրով մասնագետների կողմից առայժմ կատարվել է կարիքի գնահատում և ներկայացվել բնապահպանության նախարարություն։ Նույնը նաև կարելի ասել Մանթաշի ջրամբարի համար, այստեղ արդեն առաջ է գալիս նաև բուն ջրամբարը իր սառցադաշտային հովտով, որը շատ հետաքրքիր հուշարձան է բնության, ճիշտ է, նա չի գրանցված որպես բնության հուշարձան, բայց մեծ արժեք է ներկայացնում և շատ յուրահատուկ բնություն էկոհամակարգ է ավելի քան 2600 մետր բարձրության վրա։ Էկոտուրիզմի զարգացման տեսանկյունից ծրագիրը բավականին հեռանկարային է, գտնում են մասնագետները։ Այս առումով պետք է սպասենք, որ լինեն միջոցներ և կառավարությունը հավանություն տա, տեսնենք ինչպես է այս հարցը լուծվելու։ Մոտավոր հաշվարկներով նոր արգելավայրերի հիմնումը կպահանջի առնվազն 130 միլիոն դրամի ներդրում։ Մարինե Տերբինյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։